Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը հայ բնիկություն լինելը վղից թե ժամանակի մեջ Թեհրանը զգուշացնում է տարածաշրջանի ապակայունացման մասին Թրամփի Հորմուզի վերջնագրյան նիետը։ Լուիս Մորենո Կամպո 2023 թվին հայերը նորից ենթարկվան ցեղասպանության։ Լիբանանում ավելի քան 134,000 տեղահանվածներ ապաստան ընճարալ պետական կացարաններում։ Իսրայելի ռեժիմը հարվածներ է հասցրել Լիբանանը հարավում թիրախավորվան կամուրջներ Հեզբոլլահի դիրքեր։ Խեյասոր կարևոր աջակցել Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոն, միացիք մեր վետերաներին։ Հայկական բնիկությունը պատմական հնությամբ չի սահմանափակվում, դա գոյության ձև այստեղ ժողովուրդն ավղը միասին ընծագում ու պահպանվում, արտահայտվում լեզվում, մշակույթում, ավանդույթներում ու հիշողությունում փոխանցում սերնդեսերունդ։ Հայ ժողովուրդը մարմնավորում է բնական ինքնություն, ոչ արհեստական, ոչ պարտադրված, այլ յուրան վղինը հետ համածնունդ։ Վղը մենակ աշխարհագրական տարածք չի, դա հիշողության բնակված իմաստի մայրատոն է, վերինի հետ ժողովուրդը երկխոսության մեջ է։ Չնայած պատմական բռնություններին ու ցեղասպանությանը հայկական բնիկությունը կորսվել չի, դառալա ներքին շարժականը հիշողության մեջ արձանագրված նշան ստալավեր արմատավորումը կախված չի մենակ ֆիզիկական ներկայությունն է։ Բնական հավատարմությունը ենթադրում է պատասխանատվություն նախնիների, վղի ու ապագա սերունդների հանդեպ պահպանելով լեզուն, հիշողությունը, մշակույթը, հայկական փորձառությունը համամարտկային արժեք է։ Նշանցատանվեր ժողովուրդը կարի գոյատևե կորստի ու սփռման մեջի պահպանելով ինքնությունը, հիշողությունը, շարունակությունը։ Վերջապես հայկական պատասխանը պարզ է՝ մնալ հավատարիմ վղին, հիշողությունը, լույսին։ Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ։ Թեհրանը հայտարարավ տարածաշրջանը կարի հայտնվել լուրջ վտանգի ռճի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի Հորմուզի մասին վերջնագրան նիետը։ Ըստ հաղորդագրությունների Իրանը հրթիռային ու անօդաչու սարքերի հարձակումներ իրականացրել իսրայելական ռեժիմի ու տարածաշրջանի այլ ուղղություններով։ Հարվածներին հսկվել բնակելի շրջաններին, մասնավորապես Դիմոնա ու Արադ քաղաքներում։ Բալիստիկ հրթիռների կիրառումով հարվածներին դերդան վիրավորվել շուրջ 180 մարդ։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված ու միջազգային հանրությունը մտահոգությունով հետևում է զարգացումներին։ Լուիս Մորենո Կամպոն Արցախում 2023 թվականի իրադարձությունները գնահատում է որպես ցեղասպանություն, նշելով շուրջ 120,000 հայ տեղահանվել է։ Ինքը քննադատում է միջազգային հանրությանը անգործության հետի, ընդգծում է տեղահանվածների ետեռների իրավունքի բացակայությունը ու կոչ անում պաշտպանել հայերի իրավունքները։ Լիբանանի իշխանությունները թայզապեներ են հրատարակալ երկրում շարունակվող իսրայելական հարձակումներին դերդան տեղահանվածների մասին։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն ներկայումս 134,377 մարդ տեղավորվել է 644 պետական կացարաններում։ Այս տվյալները ներկայացրել է աղետների ռիսկերի կառավարման ստորաբաժանումը վերգործման նախարարների խորհրդի նախագահության ներքո։ Տեղահանվածների թվում 34,074 ընտանիքն է։ Ընդհանուր առումով Լիբանանում յուրաքանչյուր 5 բնակիչը մոտ մի հատ ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է թողել յուրան բնակավայրը իսրայելական ռեժիմի կողմից վերսկսված հարձակումներին դերդա։ Իրավիճակը շարունակում է մնալ ծանր ու հումանիտար ճգնաժամի խորացման վտանգը մծանում է։ Իսրայելաբանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին, թիրախավորելով Հեզբոլլահի ենթակառուցվածքներն ու կամուրջները։ Գործողություններին հաջորդալն Հեզբոլլահը հրթիռակոծություն են անգյունեն փոխադարձ հարվածներ են հասցնում, կան զոհեր ու մստվավ տեղահանվածներ, իսկ լարվածությունը աճում է։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալով իրան սկզբունքներին եշողներին շարունակում է նախապանգործը թեզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք, մեր տելևիզիոնին ինքնագովազդավ չի զբաղվում, հիմնականում հեռարձակումը Արևմտյան Հայաստանապատմության իր ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով, մինչև այլ տեղեկատվություններ տան վերապիցրցնում տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցել իրան ամենակարևոր նվաճումների մինը հրատարակելով Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը, վերի նպատակն է պահպանել ու տարածել մեր պատմությունը, մշակույթն, ինքնությունը։ Մենք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում ենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կառավարության, ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քմագյավը մեր տելևիզիոն հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում ենք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քմագյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների հայկական ծագումով դիմադրողների միավորում, եթե 18-ից 78 տարեկան քումին պատար ազատ վախտոնի կարիք միանակ հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր նպատակն է ինական պաշտոնական արարողություններին վախտը պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը հիշատակի պահապանները իրանց նշանակալի ներկայացնող պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են այլ կազմակերպություններ եւս պատվում են այն հայ զինվորներին ակամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրանց կյանքը վտանգալն պաշտպանել ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղի կապվիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկատվություններ ստանալի հետի։
Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։